Ադրբեջանական Սոկարի բենզինով բեռնված 22 վագոններով գնացքը Ադրբեջանից այսօր դուրս է եկել եւ ուղևորվել դեպի Հայաստան։ Առաջինն այդ մասին տեղեկացրեց պաշտոնական Բաքուն, հրապարակելով նաեւ դեպի Հայաստան ճանապարհ ընկած գնացքի կադրերը։ Ավելի ուշ տեղեկությունը հաստատեց նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տեղեկացնելով, որ Վրաստանի տարածքով ադրբեջանական բենզինն առաջիկայում կհասնի Հայաստան։ Մի քանի օրում գալիս է, էլի արագ գալիս է։ Իսկ միայն բենզին է գալիս, պարոն Պապոյան։ Առաջ խմբականակը ես գիտեմ, որ բենզին է եղել։ Ադրբեջանական կողմն այսօր տարածած հայտարարության մեջ ընդգծել է, որ ադրբեջանական բենզինի արտահանումը դեպի Հայաստան տեղի է ունենում նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի ձեռք բերած պայմանավորվածության արդյունքում։ Հայաստան է ներկրվում Սոկարի IE95 տեսակի բենզին։ Գործարքը կրում է բացառապես կոմերցիոն բնույթ, իսկ բենզինը վաճառվել է միջազգային շուկայական գներին համապատասխան։ Ազատության հետ զրույցում էկոնոմիկայի նախարարը պնդեց, թե Հայաստան ներկրվող բենզինը բարձր որակի է։ Դա որակային առումով լավ բենզին է համարվում։ Դա բարձր օկտանով բենզին է, դա լավ բենզին է։ Կարծում եք մրցունակ կլինի այստեղ հայաստանյան շուկայում։ Երևա, եթե բիզնեսը շարունակեց բերել եւ գները իջավ, ուրեմն մրցունակ է։ Եթե գները չիջավ, ընդհանրում է բիզնեսը չի էլ բերի, որովհետեւ նայեք լույսն է տրամաբանությունը, չէ՞։ Բիզնեսը ինչի պետքա բերի։ Եթե տեսնում եմ միտեղից ինքը կարող է ավելի էժան բերել կամ ավելի մեծ մարժա ստանա կամ օրինակ ավելի մեծ մրցունակ գին առաջարկի, ինքը բերելու է։ Բերի տեսնի օրինակ 20 դրամ էժան է։ Մարդիկ էլ սկսեն գնել, բնականաբար կբերի, եթե տեսնի, որ այդ 20 դրամ էժանը չի լինում կամ իր պատկերացած շահույթի մեջ չի մնում, չի բերի։ Թե ինչու է ներկրվում հենց 22 վագոն բենզին, էկոնոմիկայի նախարարն ասաց, որ ադրբեջանական բենզինը գնաց ընկերությունը կամ ընկերությունները իրենք են որոշել առաջին խմբականակը հենց այդ չափով ներկրել։ Ենթադրում է, որ խոսքը մոտ 1300 տոննայի մասին է։ Գևորգ Պապոյանը սակայն առայժմ փակագծեր չի բացում, թե ով կամ ովքեր են Հայաստան ադրբեջանական վառելիք ներկրում։ Ըստ նախարարի, իրենց խնդիրն է եղել գործարարների մի շրջանակի սեղանի շուրջ նստեցնել, թե այդ շրջանակից որ մեկն է պայմանագիր կնքել, չի կարող ասել։ Ադրբեջանական բենզինը գնաց ընկերության անունը կհայտարարվի ներկրումից հետո։ Ինչ վերաբերում է հաջորդ խմբականակների ներկրմանն, ապա էկոնոմիկայի նախարարն ասում է, որ այդ մասին լրացուցիչ կհայտարարվի։ Կարևորը, որ պրոցեսն արդեն սկսվել է։ Պատերազմի փոխարեն առևտուր են անում։ Պատերազմը դա կորուստներ է, առևտուրը բարեկեցություն։ Այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է, նախարարի խոսքով երևում է մի քանի մակարդակում։ Կողմերը ոչ միայն այլևս չեն կրակում իրար վրա, զինվորներ չեն զոհվում եւ առհասարակ կրակոց չկա յուղերում, այլ նաեւ բիզնեսն է աշխատում։ Իսկ այնտեղ, որտեղ փող են աշխատում մարդիկ, դա նշանակում է, որ այդտեղ խաղաղությունը հաղթել է։ Ադրբեջանական կողմն այսօր նույնպես խոսել է խաղաղության գործընթացի մասին, նշելով, որ Ադրբեջանից Հայաստան բենզինի արտահանումը ցույց է տալիս, որ խաղաղության գործընթացը կրում է ոչ միայն դեկլարատիվ բնույթ, այլև գործնական արտացոլում է ստանում բերելով տնտեսական դիվիդենտներ։ Արդյոք արդեն կա պայմանավորվածություն Ադրբեջանից այլ ապրանքատեսակների ներկրման հարցում։ Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ ընթացքի մեջ է, իսկ թե ինչ ապրանքատեսակների մասին է խոսքը, Պապոյանը չմանրամասնեց, փոխանցելով, որ աշխատելու են արդեն իսկ հաստատված սկզբունքով։ Նախ ադրբեջանական կողմը հայտարարում է, ապա հայկական կողմը հաստատում։ Ես էլ տեսա, որ արդեն շարժակազմը Ադրբեջանի արտադրության նավթամթերքով շարժվել է եւ գալիս է Հայաստան եւ ես ողջունում եմ այս զարգացումը։ Այդ զարգացումը, այսինքն զուտ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց իհարկե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել այդ առևտրի համար։ Ադրբեջանից Հայաստան ուղևորված բենզինի առաջին խմբականակի տարանցման համար Վրաստանը գումար չի գանձի, իբրև ժեստ ուղղված խաղաղության գործընթացին։ Թե ինչ սակագին կպահանջի վրացական երկաթուղին հաջորդ խմբականակի համար դժվար է ասել, բայց դատելով վարչապետ Փաշինյանի այսօրվա հայտարարությունից կարելի է ենթադրել, որ պայմանները այնքան էլ ձեռնտու չեն։ Թերևս հենց այդ պատճառով Փաշինյանը խոսեց ներկրման այլընտրանքային ճանապարհների մասին։ Ինչ վերաբերում է հետագա ընթացքին, նաև ես գիտեմ, որ վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան եւ հույս ունեմ այդ հարցերը կամ կկարգավորվեն կամ եթե չկարգավորվեն տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր, եթե այդ գործարքները շարունակեն հետաքրքիր լինել, այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումը եւ արտահանումը ապահովելու։
Հայաստանն ըստ պաշտոնական տվյալների անցած տարի 490,000 տոննա վառելիք է ներկրել, որից 300,000 տոննան Ռուսաստանից։ Հայաստանում բենզինի խոշոր խաղացողներն առայժմ լռություն են պահպանում, թե իրենցից ովքեր են արդեն ադրբեջանական վառելիք գնել։